տարազների վերաբերյալ ինչ-որ հատված կար։ Տարազների գործով է անցնում Մայր Հայաստան դաշինքից Գյումրիի ավագանու թեկնածու Էմմա Գրիգորյանը։ Նրան հինգշաբթի առավոտյան տնից մանկահասակ երեխաների աչքի առաջ ձերբակալել էին, տարել հակակոռուպցիոն կոմիտե ու ազատ արձակել։ Կարճատև շոու, ընդամենը տպավորություն ստեղծելու համար։ Այն ինչ որ իրանք են փորձում վերագրել, ընդհանրապես հանցագործության հետ կապ չունի։ Մեղադրանքի հիմքում հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունն է։ Տարազների ինչով կրաստու բանին ես։ Մենք ֆինանսավորենք, ասենք տարվա մեջ 2 տարազ է պետք որ կարվի, այդ տարազների գումարը մենք տալու։ Տարազների մասին հատվածում Էմմա Գրիգորյանի ձայնն է։ Ընկերուհու հետ ամենասովորական խոսակցություն, որ կապ չունի, ընտրությունների հետ վստահեցնում է փաստաբանը։ Խոսակցության այն հատվածը, որտեղ ասվում է, որ պետք է սպասել ընտրությունների ավարտին, հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրության մեջ չկա։ Հիմա ինքը մեղադրվում է նախընտրական կառավարության ժամանակահատվածում բարեգործության կանոնները խախտելու մեջ, ինչը ըստ քննչականի դրսևորվել է բարեգործություն կատարելու խոստում տալով։ Բայց նման խոստում հստակ չի եղել եւ հենց նպատակն էլ եղել է ընտրական process-ները շրջանցել, ավարտել եւ որևէ կերպ չխառնել այն թեմա, որ իրանք քննարկում են ընկերներով ընտրական process-ների հետ։ Այսպես վարույթ իրականացնող մարմինը կարող է բարեգործություն կատարելու մղում տեսնել ցանկացածից անձնական խոսակցություններում, բացատրում է իրավապաշտպանը, բայց կապել դա ընտրությունների հետ ճիշտ չէ։ Թեկուզ ձեր ընկերը ասում է պարտքով փող է ինձ անհրաժեշտ։ Հիմա եթե նույնիսկ ասեք ես քեզ պարտքով փող կտամ, բայց արի ընտրությունները անցնի հետո, այդ նույն մեկնաբանությունը կարող են տալ։ Իսկ սա անձնական հարաբերությունների տիրույթում խոսակցություն ա եղել, ոչ թե ընտրական process-ների հետ կապված։ Էմմա Գրիգորյանը հարցաքննության ժամանակ ընդունել է որոշ հանգամանքներ, քանի որ խախտված է եղել նրա պաշտպանության իրավունքը։ Քննչական գործողություններին չի մասնակցել նույն պահին դատարանի բակում սպասող փաստաբանը։ Փաստորեն վերջինիս մոլորության մեջ են գցել, չասելով, որ իր համար փաստաբան եկել, այլ առաջարկել են ասել են ուզում ես փաստաբան հրավիրենք, նկատունելով հանրային պաշտպան, որ ինքը չի ցանկացել։ Ավագանու ընդդիմադիր թեկնածուներին անհանգստացնել, վախեցնել, կաշկանդել։ Սա է իշխանության միակ ցանկությունը ընտրությունների նախօրեին։ Փաստաբան Խուդոյանին այս օրերի իրադարձությունները մտովի տանում են 2021 թվական։ Շատ նմանային գործերին, որոնք հարցում են 2021 թվականի ընտրություններին, ընդդիմադիրների նկատմամբ, որտեղ տեսանք, որ ակնհայտ ապօրինի գաղտնալսումներ են իրականացնում տոտալ բոլոր ընդդիմադիրների դեմ։ Իդեպ տարազների մասին հեռախոսազանգը եղել է մարտի 15-ին, բայց իրավապահները դրան հավուր պատշաճի ուշադրություն են որոշել դարձնել միայն 12 օր հետո, փաստաբանի կարծիքով, որ ավելի աղմկոտ շոու ստացվի։ Մեկ օրում բազմաթիվ ձերբակալություններ։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։